Մի պատմություն լսել եք, բայց այս պատմությունը որ կարդում էի, իմ համար այս պատմությունը մի ուրիշ խորության վրա բացվեց։ Շատ անգամ եմ կարդացել, այս պատմության կապված պատգամներ եմ ունեցել, բայց մի ուրիշ խորության վրա բացվեց։ Ու ավելի շատ ուշադրությունս գրավեց Տերը այս պատմության մեջ։ Գիտեք, որ մենք խոսում ենք, շատ ենք խոսացել լսել անառակ որդու պատմությունը։ Ես մենք ավելի շատ կենտրոնանում ենք այդ անառակ որդու ապրածի վրա, բայց այդ առակի մեջ այն գլխավոր անձնավորությունը հայրն է, որտեղ այդտեղ մենակ հայրը ճիշտ վերաբերվեց։ Այնտեղ տղեն սխալ վերաբերվեց, որ հոր ունեցածը փչացրեց, հորը թողեց գնաց։ Այդ երկրորդ տղու գալուց հետո մեծ աղբերը իրան ճիշտ չպահեց, բայց հայրը բոլոր պարագաները իրան ճիշտ էր պահում։ Դրա համար ավելի շատ սովորելու բան ունենք այդտեղ հորից, չնայած որ նրանց կյանքերից էլ սովորելու բան կա։ Հիմա այստեղ կարդում եմ Հովհաննեսի ավետարան 8-րդ գլուխ, հենց սկզբից շատ ծանոթ պատմություն։ Հիսուս Ձիթենիաց լեռը գնաց, երբ որ առատուն նորից տաճարը եկավ, բոլոր ժողովուրդը իրեն էր գալիս եւ նստած սովորեցնում էր նրանց։ Պատկերացրեք մի քիչ երևակայք, Հիսուսը սարից հետայեկե տաճար ու ժողովրդի բազմությունը հավաքվե տաճարի մեջ։ Ու Հիսուսը սովորեցնում է։ Այդ ժամանակ փորձողները, Հիսուսին ամբաստանողները, Հիսուսի գործունեությունը կասկածի տակ դնողները մի կնոջ են բերում։ Դպիրներն ու փարիսեցիները շնության մեջ բռնված մի կին բերին նրա մոտ եւ մեջտեղը կանգնեցնելով ասին նրան. «Վարդապետ, այս կինը շնության մեղքը գործած ժամանակ բռնվեց։ Մովսեսի օրենքի մեջ մեզ պատվիրեց այսպիսներին քարկոծել։ Հիմա դու ինչ ես ասում դրա համար»։ Ես մտածում եմ, այս պատմության մեջ Սողոմոնի իմաստունը չէր հերիքիս այս պատասխան տալու, որտեղ գրված է Հիսուսի մասին, որ Սողոմոնից մեծն է այստեղ։ Մի պատմություն, պատկերացրեք, կին են բերել, այդ մեղքը գործած, բռնված։ Հիմա ճանաչելով Հիսուսին, որ Հիսուսը սիրող է մարդկանց, չի ուզում մարդկանց մահը, մարդկանց քարկոծվելը, որտեղ եկել է մարդկանց փրկելու համար, մարդկանց այդ մեղքերից ազատելու համար, բայց մյուս կողմն էլ կա Մովսեսի օրենքը, որ Մովսեսի օրենքը հստակ ասում է, այս մեղքը գործած մարդուն իրավունք է տրվում քարկոծել։ Եվ ասին, վարդապետ, 5-րդ համար, Մովսեսի օրենքի մեջ մեզ պատվիրեց այսպիսները քարկոծել։ Հիմա դու ինչ ես ասում դրա համար։ Սա ասում էին նրան փորձելով, որպեսզի նրա վրա ամբաստանություն անելու առիթ ունենան, բայց Հիսուսը դեպի վարը ծռելով մատով գետնի վրա գրում էր։ Տեսեք, նպատակը այդ դպիրների ու քահանաների, որ բերել էին, նպատակը այն չէ, որ Իսրայելը մաքրվեր, որտեղ այդ քարկոծվելը, որ տրված էր Մովսեսի ժամանակ, տրված էր, որպեսզի Իսրայելը մաքրվի։ Այդ մեկի օրինակով ու դա անում էին մասսայական, ցուցադրական, քարկոծում սպանում էին, որ այդ վախը գար մնացածի վրա, որ ում մտքով էլ տես բաներ անցնում է, հələ չի արել, բայց մտքով արդեն անցնում է, որ այդ մեղքը չգործի, որովհետև նույն բանին կարժանանա, նույն դատաստանին կարժանանա։ Ու դրա մասին գրված է 2-րդ Օրինաց 22 գլուխ 22-ից 24 հրամանները։ Եթե մեկ այր ունեցող կնոջ հետ պարկած գտնվի, այն ժամանակ երկուսն էլ պիտի մեռնեն։ Թե նա կնոջ հետ պարկեց, թե այն տղամարդը, որպեսզի Իսրայելի չարությունը վերցվի։ Լավ, շարունակություն չկարտամ, 22-ի 22-ը։ Տեսեք, ասում է, այդ մեղքով որ գործի երկուսն էլ, թե տղամարդը, թե կինը, եթե բռնվել են, պիտի երկուսն էլ քարկոծվելով սպանվեն։ Ու քարկոծում են այն մարդիկ, ովքեր լսել են դրա մասին, ովքեր տեսել են։ Այսինքն այդ լուրը ում հասել էր, իրանք պետք է քարկոծվելուն մասնակիցներ էին։ Հենց իրանք պիտի դատապարտեին այդ մեղքը, որ թե իրանք չանեին, թե մնացած Իսրայելի ժողովուրդը չգործեր։ Ու սա նպատակն էր, որպեսզի Իսրայելի միջից մեղքը վերցվի։ Մյուստեղ ասում է անզգամությունը վերցվի, չարությունը վերցվի Իսրայելի միջից։ Բայց այս նույն բանը արդեն անում էին, ոչ թե չարությունը Իսրայելից վերցնելու համար կամ Երուսաղեմը մաքրելու համար, անում էին Տիրոջը փորձելու համար։ Նախ ամենամեծ սխալը մեկն էր բերվել, այդ մեղ գործող մեկն էր բերվել, կինը։ Տղամարդը չկար։ Ու շատ մեծ
առիթ է տալի կասկածելու, որ հենց իրանցից մեկն էր, այդ մեղ գործողը։ Բայց կնոջը բերել էին, որպեսզի քարկոծեն, սպանեն, ու իրաց նպատակը չէր այդ, որ Իսրայելի չարությունը վերցվի կամ մաքրվի ժողովուրդը, որպեսզի Հիսուսի վրայով ինչ որ մի հատ խոսալու առիթ գտնեն։ Չհասկանալով, որ այդ Մովսեսի օրենքը տվողն էր ինքը։ Չհասկանալով, որ Տերը չի մեղանչում, եւ Տերը ինչ որ գրել է, բոլորի համար է գրել։ Ու ասում են ինչ կասել, սպասում էին Հիսուսի բերանի պատասխանին։ Պատկերացեք, այդ տեսարանը մի հատ կին, որ բռնված է մեղքի մեջ, մի հատ դպիրների ու փարիսեցիների քանակը գրաշի, բայց ահագին կլնեին, քարերը ձեռքները, գիտեք, սպանելու համար լավ քարեր էին վերցնում, ահագին մեծ, որ այդ կինը չգիտեմ, երևի հույս էլ չուներ, որ կապրի, որովհետև արդեն այդ բարկությունը, դատաստանը զգում էր իր վրա։ Ու մի հատ մեծ ամբող, որը լսում էր Քրիստոսին, ու մի հատ տեսարանի է ականատես լինում, որ Հիսուսն ինչ պիտի անի հիմա։ Գրված է, որ ինքը գետնին գրում էր, այդ գրելու վրա էլ շատ կարծիքներ կա, որ իրանց մեղքերն էր գրում, չնայած որ մի բան ավետարանը չի հայտնում, շատ չարժի փորփրել, որտեղ ընդամենը կարան երևակային, կարա ճիշտ լինի, կարա սխալ լինի։ Բայց ասում է, որ ստիպեցին, Հիսուսը մի բան ասեց, ով որ ձեզանից անմեղ է, թող առաջի քար ինք գցի։ Տերը չհերքեց Մովսեսի օրենքը։ Ասեց, ով որ ձեզանից անմեղ է, թող առաջի քարը ինքը խփի։ Ու գրված է, ամեն մեկ իր խղճից հանդիմանվելով, ծերերից մինչև ետիները քարերը գցելով հերթով գնում էին։ Որտեվ Աստծո ասացի մեջ այնքան զորություն կար Տիրոջ խոսքի մեջ, որ բոլորի խիղճը արթնացավ։ Մինչև այդ ժամանակ իրանք այդ մեղքերով հանդգնում էին իրանց նման մեղավորին քարկոծեն։ Բայց երբ որ Տերն ասեց, ով որ անմեղ է, թող առաջի քարը խփի, դες արթնացրեց իրանց խիղճը։ Իրանց մեջ արթնացավ մեղքի գիտակցությունը։ Գիտեք, ժողովուրդ, ինչքան լավ բան Աստծո խոսքը, որ մարդու մեջ մեղքի գիտակցություն արթնացնում։ Որտեվ եթե Աստծո խոսքի լույսի տակ դու չգաս, դու քո մեղքերի մեջ կմեռնես։ Աստծո խոսքը մենակ ունի այդ զորությունը։ Միայն Աստծո խոսքն է համարվում այդ հայելին, որի մեջ մարդը կարող է իր իրական պատկերը տենա, իր ներաշխարը տեսնի, իր մեջ թաքնված մեղքերը տեսնի։ Ու գրված ամեն մեկը գցեց, ու այդ կինը մնաց մենակ։ Հետո դրանից հետո Հիսուսը հարցրեց, ասեց, ով կին, ուր են քեզ ամբաստանողները։ Ասեց, Տեր, չկան։ Ասեց, ես էլ քեզ չեմ դատապարտում։ Գնա, այլևս մեղք մի գործիր։ Որ նայում ես Հիսուսի մտածելակերպը, իր վարվելակերպը, ինքը գիտեք, երբեք մեղքը չի հանդուրժում։ Երբեք մեղքը չի հանդուրժում Տերը։ Բայց Տերը մեղքերը դատապարտելու մեթոդներ չի փնտրում։ Տերը մեղքերից ազատելու մեթոդներ է փնտրում։ Ինքը գիտի, որ մենք մեղքեր ունենք, ինքը գիտի, որ մենք մեղավոր ենք, բայց իր նպատակը չի, որ մեր մեղքերը առիթ լինի իր համար մեզ դատապարտելու կամ կորստյան մատնելու։ Ինքը հենց եկել է իր գալու նպատակն է։ Ինքը փրկիչ անվանվեց հենց դրա համար, որ եկա, որ մեզ մեր մեղքերից փրկի, որ մեզ մեր մեղքերից ազատի։ Շատ ենք լսել այս միտքը, որ Աստված մեղավորին սիրում է, մեղքը չի սիրում։ Այո, ճշմարիտ է։ Բայց մի քարոզիչ մի ուրիշ ձևակերպում արը։ Ասում է մենք մեղավոր մարդիկս, մեղքը սիրում ենք, մեղավորին էլ չենք սիրում։ Այս է անկած մարդու էությունը։ Ինքը մեղքը սիրում է, մեղավոր մարդուն էլ չի սիրում։ Բայց Աստված հակառակը մեղավորին սիրում է, բայց մեղքը չի սիրում։ Ու այնքան կարևոր է, որ մենք մեր մեջ Աստծո խոսքը լսելու ձևավորվի այդ մտածելակերպը, ձևավորվի այդ վարվելակերպը, որ մեր մեջ գա այդ բնավորությունը։ Գիտեք, Հիսուսը մի բան ասեց, որ բոլորը դրանից հետո իրանց քարերը գցեցին։ Այսօր հավատացեք, Աստված նույն բանն է ուզում անի քո համար։
ուզում է քո գիտակցությունը արթնացնի, որ ինչքան քարեր ունես հավաքած քո ձեռքերի մեջ, ուղղակի թափես ներքև այդ քարերը։ Գիտես, այսօրվա քարերը այնտենց քար չհասկանանք։ Այսօր կարող է քո ներսը լցված լինի մեղադրանքի քարերով։ Կարող է քո ներսը լցված լինի դատողության քարերով։ Կարող է քո ներսը լցված լինի ատելության քարերով։ Կարող է լցված լինի, չգիտեմ, չարախոսության քարերով, բամբասանքի քարերով, ծաղրանքի քարերով, տարբեր քարեր կարող է վերցնի։ Գիտեք, որ շատ քարեր հավաքենք, այդ քարերը հենց կկործանեն մեր կյանքը առաջինը։ Այն որ ուրիշի համար քարեր ենք հավաքում, որ հարմար առիթի այդ քարով հարված ենք, այդ քարերը հենց ծանրացնում է քո կյանքը։ Դրա համար Տերը մի բան ունի։ Եթե դու անմեղ ես։ Գիտեք, այդ պատմության մեջ մի անմեղ մարդ կար։ Ընդամենը մի անմեղ մարդ կար։ Ոչ այդ կինն էր անմեղ, ոչ այդ դպիրներն ու փարիսեցիներն անմեղ, ոչ էլ այդ Աստծո խոսքը լցված ժողովուրդն էր անմեղ։ Բոլորն էլ մեղք գործած, շատերն էլ մեղքի մեջ ապրող, շատերն էլ դեռ չապաշխարած մարդիկ էին։ Մի հոգի իրավունք ուներ Մովսեսի օրենքի համաձայն քարով հարվածել, այդ մեկը Տերն էր։ Այդ մեկը մենակ ինքը իրավունք ուներ քարով խփելու, ինքն էլ չարեց։ Ասես չեմ դատապարտում, քարով չեմ խփում, բայց գնա էլ մեղք մի գործիր։ Մովսեսի օրենքն ինչ էր ասում։ Երբ որ մեկը բռնվում է մեղքի մեջ, կա 2-3 վկաներ, հերիքա, որ այդ մարդու վրա դատաստան արվի։ Բայց Աստված ինչ արեց։ Աստված եկավ նոր կտակարանի ու հին կտակարանի տարբերությունը ո՞րն է։ Այնվաղ դատաստանը կատարվում էր շատ արագ։ Հիմա Աստված եկավ նոր կտականում, այդ ողորմության շրջանը մեծացրեց։ Բայց չմեծացրեց, որ մարդիկ շարունակեն մեղք գործել։ Չմեծացրեց մարդիկ, որ ավելի անհոգ լինեն իրենց մեղքի նկատմամբ։ Չմեծացրեց, որ ասեն լավ, վաղը մի բան կանեմ, վաղը չեմ իսօրը մի բան կանեմ։ Մեծացրեց հնարավորություն ապաշխարելու համար։ Հնարավորություն ժամանակ տվեց, հնարավորություն մեղքերից ազատվելու համար։ Գիտեք, ժողովուրդ, մեր կյանքը ասում են կարճ է, չէ՞ կարճ է, այո, մենք բոլորս ասում ենք, որ կյանքը կարճ ու շատ արագ անցնում է։ Բայց այս կարճ կյանքը բավական է Աստծով, ոնց որ Դավիթն ասեց իր խոսքի մեջ, Աստծով հնարավոր է, ինչ որ ես չէի կարող։ Այս կարճ կյանքը բավական է, որ դու մեղքերիցդ ազատվես։ Այս կարճ կյանքը բավական է քեզ Աստծո հոգով, որ դու երբ որ մեղավոր էիր, այս կարճ կյանքում հասցնես մի օր կանգնես Աստծո առաջ, որպես մի մշակ առանց ամոթի, քո բոլոր մեղքերից ազատված։ Այս տարիները հերիք են, որ դու ամբողջությամբ փոխվես։ Իսկ եթե մարդը փոխվելու սիրտ չունի, ապաշխարելու սիրտ չունի, իրան հավիտենություն էլ տաս ինքը չի փոխվի։ Այս կյանքը հերիք է։ Այդ պատմության մեջ Հիսուսը մի բան ասեց, որ մի հոգի կա դատապարտող, դա ես եմ, ես էլ չեմ դատապարտում։ Տեսեք, նայում ես, ինչքան իմաստությամբ գործեց։ Ոնց գործեց, որ համ այդ կնոջը ազատեց։ Ես համոզված ասում եմ, Սողոմոնի իմաստությունը չէր հերիքի։ Որտեվ Սողոմոնը մեկն էր, որ իրան իմաստություն տրված էր Աստծուց, մեծ իմաստություն։ Բայց սա մեկն էր, որ ինքը իմաստության ակունքն էր։ Այս մեկի իմաստությունը չափով չի։ Ինչ արեց։ Կնոջը ազատեց մահից, հնարավորություն տվեց փրկվելու, նրանց արթնացրեց նրանց խիղճը, որ հասկանան, որ իրանք էլ անմեղ չեն, եթե քարեր խփելու հարցը պետք է առաջին իրար քարերով խփեին, պետք է կանգնեին իրար դիմաց իրար քարերով խփեին, որտեվ բոլորն էլ նույնն էին։ Ժողովրդին էլ այդ լսող ժողովրդին այդ իր արած դատաստանով, այդ իր արած իր ցույց տված իմաստությունով, իր ցույց տված այդ շնորհքով սովորացեց ոնց պետք է լինի իրական իսրայելացին։ Հիշում եք ասում էր, միտեղ ասեց, ահա ճշմարիտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա, որի մեջ չարություն չկա։ Նաթանայելի օրինակով ասեց, Աստված ոնց է ուզում լինի իսրայելացին կամ հավատացյալը, որի մեջ չարություն չկա։ Գիտեք, չարությունը ոնց է շատանում մարդու մեջ։ Երբ որ մարդը նույն մեղք ունենալով, այդ նույն ուրիշի վրա այդ նույն մեղքը տենալով դատողության մեջ անգնում։ Երբ որ մարդը ինքը սխալներով հանդերձ, սխալ մարդուն չի կարող ների,
Ինքը սխալի մեջ ապրում է, բայց ուրիշի սխալի համար ուրիշին չի կարող ների։ Գիտեք ոնց է մարդու մեջ այդ չարությունը շատանում, երբ որ մարդը իր մեղքերի հարցը չի լուծել, բայց ցույց է տալի թե իբր անհանգստանում է, որ ուրիշները սուրբ կյանքով չեն ապրում կամ մաքուր կյանքով չեն ապրում։ Դրան ասում էր, քո աչքի գերանը հանի։ Այդ որ գերանը ասում, ժողովուրդ, միտեղ ասում է փուշ կամ շուղ, միտեղ ասում է գերան։ Այդ գերանը մի օրում չի դարել գերան։ Այդ գերանը տարիների ընթացքում է դարել գերան, որտեղ մարդը տարիներով ինքը հմտանում է մեղքի մեջ։ Ու իրան թվում է, որ ինքը շատ ճիշտ ճանապարհով է գնում, որտեղ անընդհատ ճիշտ ու սխալ անում, անընդհատ գիտի ոնց պետք է ապրի, անընդհատ ուղղությունա ցույց տալիս լցրանա ինչ արեց, էսի սենց պետք է չաներ, էսի սենց պետք է աներ, ինքը բոլորին ուղղությունա ցույց տալի, բայց իրան ուղղություն ցույց չի տալի։ Ինքը բոլորի կյանքը ուզում է կարգավորի, բայց իր կյանքը կարգավորված չի։ Ինքը բոլորին ուզում է սովորացնի, բայց ամենաշատ սովորելու կարիքը ինքը ունի։ Դրա համար այդ ժամանակը, որ գերանա դառնում, մեծանում է։ Դրա համար Տերն ասում է քոնը հան, հետո քոնը հանելուց հետո կիմանաս ընկերոջդ ասկիչ շուղը ոնց հանես։ Բայց քանի որ այդ մերը հանելու process-ը ավելի ցավոտ է, այդ մերը հանելու process-ը ավելի անդուր է, որտեվ թե ջին կա վճարելու, խոնարհվել այդքան հեշտ բան չի, հնազանդվել այդքան հեշտ բան չի։ Բերանը փագելը, գիտեք լեզվին ինչ բնութագիր է տալի։ Աստվածաշունչ ասում է անզուսպ չար է մարդու լեզուն, անզուսպ է, չի կարա չխոսա։ Ով կար ասում է մարդկային, մենք բոլոր կենդաններին ասում են նվաճել ենք, կենդանների էություն նվաճել ենք, տեսլեք են գազաներին բերում են կրկեսում, խաղացնում են, նվաճել են։ Բայց ասա մարդ իր լեզուն չի կարող նվաճի, ինքը իր լեզվին չի կարող հաղթի, անզուսպ է, չար է, ու գրված է, որ գեհենից է բռնկված։ Ու այդ գեհենը հեռու տեղ չի, այդ անիրավության տեզերքը մարդու էության մեջ է, որտեղ լեզուն այնտեղից է խոսում։ Այդ որ ասում անիրավության տեզերք, լեզուն կպած չի են տեզերքին, ոչ է լեզուն կպած է դժոխքին, լեզուն կպած է քո էությունին, ու մարդու լեզուն ցույց է տալու մարդու ներաշխարհը, ինչ կա մարդու մեջ։ Մարդու խոսքը արտահայտում է, մարդու խոսքը ցույց է տալի մարդու ներաշխարհի մեջ ինչ կա։ Բայց երբ որ մարդու լեզուն կպած լինում Աստծո հոգուն, որ իր մեջ է, այդ լեզվից լրիվ ուրիշ բաներ է դուրս գալի։ Երբ որ մարդու լեզուն կպած է Աստծո խոսքից, որ իր մեջ է, այդ լեզվից լրիվ ուրիշ բաներ է դուրս գալի։ Երբ որ մարդու լեզուն կպած է Աստծո երկյուղին, մարդը գիտի իր խոսքի մեջ չափավոր լինելը։ Դուք տեսել եք մարդ, որ ինքը խոսքի մեջ շատ անսանձ է։ Ինքը խոսում է ամեն ինչ, ինքը խոսում է բոլորից, ինքը խոսում է ամենտեղ, ինքը խոսում է ինչ ուզում է։ Դրան Սուրբ Գիրքն ասում է անզուսպ ու չար լեզու։ Բայց երբ որ մարդը կենտրոնանում է իր վրա, գիտեք, այդ է ցավ ազգում։ Առաքյալն ասում էր, ես իմ անձը ճնշում եմ։ Հետաքրքիր է, Պողոս առաքյալը ո՞նց է իրան ճնշում։ Ասում է, ես իմ անձը ճնշում եմ եւ ինձ նվաճում եմ։ Ասում է, ես ինձ եմ հաղթում, ոչ թե ուրիշներին։ Ես իմ մտքում դրել եմ, որ ես ինձ հաղթեմ։ Իմ վատ սովորություններին հաղթեմ։ Իմ վատ բնավորությանը հաղթեմ։ Իմ մեջ եղող մեղքերին հաղթեմ։ Իմ մեջ եղած վատ սովորությունները հաղթեմ։ Խի, որովհետև ասում է, չլինի, որ ես ուրիշներին սովորացնեմ, բայց ես ինքս անպիտան գտնվեմ։ Որովհետև հնարավոր է անպիտան կյանք ունենալով մարդը լինի սովորացնող։ Հնարավոր է մարդը մեղավոր, մեղքերի մեջ ապրող, մեղքերից չազատված, շատ մեղքերի ծառայության տակ ապրող, շատ մեղքերի իշխում են այդ մարդու վրա, բայց ինքը սովորացնող մարդ է, բայց ինքը շատերին ուղղություն ցույց տվող մարդ է, բայց Տերը չի ուզում սես բան։ Կենտրոնացի քո վրա, քեզ սովորացրու, քեզ հաղթի, քեզ նվաճի, քեզ խոնարհացրու, քեզ հնազանդեցրու։ Երբ որ ես ամեն ինչ անես, քո սովորացրածը օրհնություն կլինի բոլորի համար, որտեվ սովորացածի հետ կյանք կլինի։ Գիտես, այնքան հաճելի է Աստծո խոսքը լսել փոխված մարդուց։ Այնքան հաճելի է Աստծո խոսքը լսել Աստծուն սիրող մարդուց։ Այնքան հաճելի է Աստծո խոսքը լսել Աստծուն հետևող մարդուց։ Ծանր է Աստծո խոսքը լսել փարիսեցիներից, թեկուզ Տերն ասում էր ինչ որ ասեն, արեք, պահեք, բայց իրանց գործերի պես մի արեք։ Որովհետև ասում են, բայց չեն անում։
Տերը գիտեր, որ այն տեսակն է սովորացնող փարիսեցիները, որ իրանք ասում են, բայց իրանք այդ նույն բանը երբեք չեն անում։ Դրա համար սիրելի Աստծո ժողովուրդ, մենք այսօր նայենք ում տեղում ենք։ Եթե քարեր կա մեր ձեռքերը, ես ասեմ, մենք ժողովրդական հատ լավ խոսնենք, քարը փեշիցը թափի։ Քարեր կա, թափի այդ քարը լրիվ։ Եթե մեղադրանք կա մարդկանց նկատմամբ, հրաժարվի այդ մեղադրելուց։ Եթե անդադ մարդկանց դատում ես, անդադ չարախոսության մեջ ես, անդադ մարդկանց անուններ ես կպցնում, չգիտեմ, մարդկանց կարող խառնես իրար, սրանից տեղ խոսած, նրանից ընդեղ խոսած, սրանք լրիվ քարեր են, որ այդ քարերը հենց քո կյանքն է փչացնելու։ Ինչքան շատացնես քարերը, դու այնքան ճկնելու ես այդ քարերի ծանրության տակ։ Քարերը թափիր, ու այդ քարերը ոչ մեկի դեմ մի օգտագործիր։ Որովհետև երբ որ մի օր դու այդ ձև անես, մի օր այդ նույն ձևը քեզ է չափվելու։ Տերն ասեց, գնա, մեղք մի գործի։ Նայում ես Հիսուսի օրինակը։ Այնքան նայում ես, միակ արդար է ժամանակ, միակ սուրբը, բայց քար չվերցրեց։ Միակ արդարը, միակ սուրբը, բայց այդ կնոջ նկատմամբ չլծվեց ոչ մի վատ խոսք չասեց այդ կնոջը։ Ասեց գնա, այլևս մեղք մի գործի։ Անկամ փարիսեցիների նկատմամբ դպիրների շատ մեծ սիրո վերաբերմունք ցույց տվեց։ Ուղղակի արթնացրեց իրանց խիղճը, ու իրանց խիղճը արթնանալու արդյունքում իրանց ձեռքից այդ քարերը գցեցին։ Այսօր Աստված, եթե իր խոսքի միջոցով քո խիղճը արթնացնում է, երբ որ այսօր Աստված իր խոսքի միջոցով քո գիտակցությունը արթնացնում է, դա նրա համար չի, որ նորից ուրիշների կյանքով ապրես։ Դա նրա համար է, որ այդ գիտակցությունը արթնանալու արդյունքում ինչ որ տենում ես քո կյանքում, դրա հարցը լուծես։ Այն ինչի համար որ քո խիղճը քեզ տանջում է, դրա հարցը լուծես։ Այն ինչի համար որ քո սիրտը քեզ մեղադրում է, դրա հարցը լուծի։ Գրված ասում է, եթե մեր սրտերը մեզ մեղադրում են, Աստված մեր սրտից մեծ է եւ ամեն բան գիտի։ Բայց Աստված քեզանից այդ ամեն բանը չի պահանջում։ Աստված իրան քո սրբության համեմատ չի պահանջում։ Աստված գիտեք ինչքան է պահանջում, ինչքանով որ հիմա քո խիղճը քեզ ցույց է տալ, ինչքան որ քո սիրտը քեզ մեղադրում է։ Որտեվ եթե այդքանի հարցը չլուծես, Աստված քեզ ավելի խորը տեղեր չի կարա տանի։ Եսայան հիշացրեց Դավիթը։ Եսայան իր շրջապատի մեջ ապրող լավագույն մարդկանցից մեկն էր ժամանակվա, Աստծո մարգարե, սուրբ կյանք ապրող։ Հիսուսն հենց ինքը մի քանի անգամ Եսայի մարգարեի խոսքից հիշացրեց։ Բայց գիտեք, երբ որ Եսայան հայտնվեց երկնքում Աստծո փառքի մեջ, Աստծո այդ սուրբ ներկայության մեջ, ասեց ես, հիշում եք առաջին ինչ ասեց։ Ասեց ես պիղծ շրթունքներ ունեցող մարդ եմ։ Երկրորդը նոր ասեց, ես պիղծ շրթունքներ ունեցող մարդկանց մեջ եմ բնակվում։ Բայց երկրի վրա շատերը տենց չեն ասում, ասում ենք, այս ինչ ժողովուրդ են, այս ինչ երկիր է, այս ինչ մարդիկ են, այս ինչ հարևանություն է, այս ինչ բարեկամություն է, այս ինչ ընկերություն է, այս ինչ եկեղեցի է, ամեն ինչ ասում ենք բացի մեզանից։ Լրիվ վրա քարկցում ենք բացի մեր վրայից։ Բոլորի մեղքերը տենում ենք բացի մեր մեղքերից։ Բայց Աստված չի ուզում, ժողովուրդ։ Եթե այս ինչ հարևան է, ուրեմն ես լավ հարևան չեմ։ Եթե այս ինչ բարեկամություն, ուրեմն ես լավ բարեկամ չեմ։ Եթե այս ինչ ընկերություն, ուրեմն ես լավ ընկեր չեմ, որտեղ լավ ընկեր իր կողը լավ ընկերներ է ունենում։ Լավ հարևան իր կողը լավ հարևաններ է ունենում։ Լավ բարեկամ իր կողը լավ բարեկամներ է ունենում։ Եթե այս ինչ եկեղեցու եմ, ես լավ եկեղեցու անդամ չեմ, լավ եկեղեցու ծառայող չեմ։ Որովհետև լավ եկեղեցու ծառայողը լավ եկեղեցու ծառայողներ է ունենում։ Լավ եկեղեցու անդամները իր տեսակի պես պտուղներ է տալիս։ Եսայան ասեց, պիղծ շրթունքներով մարդ եմ ես եւ բնակվում եմ պիղծ շրթունքներով մարդկանց մեջ։ Տեր մեկ Աստծո ուզածվորն է, նախ քոնը, հետո նոր ուրիշներն է։ Քահանայապետը ինչ էր անում այն ժամանակ։ Առաջինը հենց իր համար էր զոհ մատուցում։ Հետո նոր ժողովրդի համար։ Որտեղ Տերն ասում էր, հələ քո հարցերը լուծի, մի հատ խավություն արա քո համար, հենց առաջինը։ Հետո նոր խավություն արա Իսրայել ժողովրդի համար։ Մենք մտածում ենք, որ կանգնում ենք Աստծո առաջ, ծառայողները լավ գիտեն, որ մենք առանձնանում ենք աղոթք անելու, նես չէ որ աղոթքի մեջ Տերը մեզ եկեղեցու մեղքերն է հիշացնում, կամ եկեղեցու պակասությունները, եկեղեցու սխալները։ Մենք որ կանգնում ենք Աստծո առաջ աղոթում, Տերը հենց առաջինը մատը դնում է մեր վրա։
որ մենք ինչ որ հարցեր լուծենք, որ հետո պիտանի լինենք այդ ժողովրդին ծառայելու։ Որտեւ եթե ես իմ կյանքի խնդիրները չլուծեմ, անհոգ լինեմ, մի որոշ ժամանակ հետո Աստված ինձ ասպարեզից կհեռացնի։ Ու շատ մարդկանց հեռացվեց ասպարեզից, որտեւ իրանց կյանքի մասին չմտածեցին։ Այդ են ծնգած էին ուրիշների կյանքը կարգավորելով, բայց իրանց կյանքը խալխուլ էր։ Էդ է մեր Աստծո մեթոդը էդ է։ Ասեց խփեք, եթե անմեղ եք։ Նույն բանը երևում է Հովհաննեսի մկրտության ժամանակ։ Ժողովուրդն եկել էին, բոլորը մեղքերը խոստովանում էին։ Բոլորը խոստովանում էին, մկրտվում էին։ Ու բոլորի համար Հովհաննեսը սուրբ մարդ է, ու իրականում տենց կար։ Գրված է մեծագույն մարգարե, կարելի ասել անձնական կյանք չուներ, ինքը լրիվ իր ծնված օրից մինչև իրեն մահվան օրը ապրել է Քրիստոսի համար։ Տենց էլ անվանվեց, նրա համար ճանապարհ պատրաստող կամ անապատի մեջ կանչող։ Բայց երբ որ ամեն օր ինքը հազարավոր մարդկանցից խոստովանություն ընդունում էր ու այդ խոստովանության մկրտությունը կատարում էր։ Բայց երբ որ մի օր այդ մարդկանցից մեկը տեսավ, որ Աստծո որդին է գալ իր մոտ, Աստծո գառը, գիտեք ինչ ասեց։ Ասեց ես քեզանից պիտի մկրտվեմ։ Էդի հիշեք ինչ մկրտություն էր, խոստովանության մկրտություն էր։ Էդի մեր հիմիկված ջրի մկրտությունը չէր, ոչ էլ Սուրբ Հոգու մկրտություն էր։ Խոստովանության մկրտություն էր, հիմա որ պետք չի դրա։ Հենց տեսավ, հասկացավ, թեև ինքը ժողովրդի համեմատ սուրբ կյանք ապրում, բայց երբ որ Աստծո որդուն տեսավ, ասեց ես քեզանից պիտի մկրտվեմ։ Դու ես եկել ինձանից մկրտվելու։ Հասկացավ, որ ինքը թեկուզ այդ իր անարատ ընթացքով, այդ իր լավ ընթացքով, այդ իր միակը լինելով, այդ իր ամենազորավոր իր ժամանակի մարդը լինելով, հասկացավ, որ նրա ներկայության մեջ ինքը մեղավոր մարդ է։ Այնքան լավ է ժողովուրդ իրականը, որ հաճախակի գանք Աստծո առաջ, բացվենք Աստծո առաջ, թույլ տանք, որ այդ հայելին, որ ավետարանն է, գիտեք ավետարանքի շատերը չեն սիրում կարդալ, որտեղ անդադ խոցվում են ավետարանի կողմից, որտեղ ավետարանը իրանց ցավացնում է, որտեղ ավետարանը իրանց հանդիմանում է, որտեղ ընդե քարոզիչ չկա, ընդե եկեղեցի չկա, բայց ավետարանը ամենաշատն է քեզ հանդիմանում։ Թեկուզ մարդիկ գոհ չեն հանդիմանող մարդկանցից, բայց վեկալ ավետարանը կարդա, որտեղ ոչ մի մարդ չկա, ամենաշատ կհանդիմանի քեզ ավետարանը։ Ամենաշատը քո ծխալներ ցույց կտա ավետարանը, որտեղ ավետարանի մեջ աչառություն չկա, որտեղ այդ հայելին ոչ ավել բանա ցույց տալու, ոչ պակաս բան, հայելին ցույց տալու ինչ որ կա քո կյանքում։ Շատերին դուր չի գալ ավետարան կարդալը։ Շատերը կարան ժամանակ անցկացնեն 5 ժամ, 6 ժամ, 10 ժամ ինտերնետի մեջ, որտեղ այնտեղ հանդիմանություն չկա։ Այնտեղ ոչ մեկ քեզ չի ասում կյանքդ կարգավորի, այնտեղ ոչ մեկ քեզ չի ասում սենց որ գնա կկորես, սենց որ գնա մեղքի մեջ կմեռնես։ Այնտեղ ուրախացնում են, այնտեղ հետաքրքիր բաներ կա, հումոր կա, տարբեր նյութեր կան, տարբեր զվարճալի բաներ կա, բայց վեկանում ես ավետարանը տրտմություն է գալի վրեդ։ Բայց բժշկությունը տրտմությունից հետո է գալիս։ Գիտեք, երբ որ Տերը խոցում է մեկին, Տերն էլ բժշկում է այդ մարդուն։ Երբ որ Տերը կոտրում է, Տերն էլ այդ վիրակապերը նորից կապում է։ Պետք է թույլ տանք, որ ավետարանը մեզ ցավացնի, վարժվի այդ հայելու մեջ։ Եթե այդ process անցնես քո կյանքում, գիտես մի օր դու կկանգնես այդ հայելու առաջ, ավետարանի առաջ, ու ընդեղից հենց ավետարանից Աստծոքով վկայություն կստանաս, որ քո կյանքը փոխվել է։ Հենց այդ ավետարանը կվկայի քո մասին, որ դու հաճելի ես Աստծուն։ Հենց այդ ավետարանը քեզ կվկայի, որ դու առաջվանը չես։ Հենց այդ ավետարանը քեզ կքաջալերի ու կասի, որ իմ գործը քո կյանքում իզուր չի եղել։ Իմ թափած արյունը քո կյանքում իզուր չի եղել։ Իմ խաչվելը քո համար իզուր չի եղել, որտեղ այսօր շատերի համար իզուր է այդ խաչվելը։ Որտեղ այդ թափած արյունը շատերին օգուտ չտվեց, ոչ թե զորություն չուներ օգուտ չտալու, այլ իրանք մերժեցին։ Միտեղ էլ կարդանք ու աղոթ կանենք։ Ուրեմն բացեք Հռոմեացիների 2-րդ գլուխ առաջի համարից։ Ով մարդ, ով էլ որ լինես։ Դες ասում է ով մարդ, ով էլ որ լինես։ Գիտեք Աստծո մոտ սիմպաթիա չկա, շատ եմ ասել։ Աստված սիմպաթիայով չի գործում։ Որ ասի այ քեզ ոչինչ դու ես անարի, չէ, Աստված նույն պահանջներն ունի բոլորից։ Եթե սրբություն բոլորից է պահանջում, եթե արդարություն կա բոլորից է պահանջում, եթե խոնարհվել բոլորից է պահանջում, եթե հնազանդվել բոլորից է պահանջում,
Եթե ապաշխարել, փոխվել, նոր կյանք ապրել, բոլորից է պահանջում։ Չկա մեկը, որ Աստված ասի դու չէ։ Գիտես քեզ ինչքան շատ եմ սիրում, որ աշկերտես փակում եմ քո համար։ Չկա տես բան։ Ասում է ով մարդ, ով էլ որ լինես, դու որ դատում ես, արդարանալու ոչ մի պատճառ չունես։ Քանզի ինչ բանով որ ուրիշը դատում ես, նրանով քո անձը դատապարտում ես, որովհետև դու որ դատում ես նույն բաներն ես անում։ Բայց գիտենք, որ Աստծո դատաստանը ճշմարտությունով կլինի նրանց վրա, որ այսպիսի բաները գործում են։ Արդ ով մարդ, դու որ այսպիսի բաներ անողները դատում ես եւ նույն բաները անում ես, մտքովդ անցնում է, թե դու Աստծո դատաստանից ազատ պիտի լինես։ Նայեք ինչ ասում։ Մտքովդ չանցնի, որ դու պրծնելու ես Աստծո ձեռից, եթե տենց ես ապրում։ Դու որ ուրիշներին դատում ես, բայց դու նույն բանն ես անում։ Որ ուրիշներին մեղադրում ես ինչ-որ մեղքերի սխալի համար, բայց դու նույն մեղքերը գործում ես, կամ նույնը չէ, նմանատիպ մեղքեր։ Ասում եմ մտքովդ չանցնի հանկարծ, որովհետև սատանան տես մտքեր բերում է մարդկանց, որ դու Աստված գիտի, որ դու տկար ես, Աստված գիտի դե ինչքան կարած այդքան արել ես, Աստված գիտի, սենց փաղաքշող մտքեր են գալի, որ քեզ հանգստացնեն, քեզ հանդարտեցնեն, որ այդ սրբագործման process-ը քո կյանքում կանգնեցնեն, որ Աստծո հոգու գործը քո կյանքում կանգնեցնեն, բայց այդտեղ ասում եմ մտքովը չանցնի, եթե դու նույն բանը անում ես։ Կամ թե նրա անչափ քաղցությունը եւ համբերությունը եւ երկայնամտությունը առհամարում ես։ Չես իմանում, թե Աստծո քաղցությունը քեզ դեպի ապաշխարության է առաջնորդում, բայց դու քո խստությունով եւ անզեղ սրտով քո անձի վրա բարկություն ես դիզում, բարկության օրվա համար, երբ որ Աստծո արդար դատաստանը պիտի հայտնվի, որովհետև ամեն մեկին իր գործարանի փոխարենը պիտի հատուցի։ Տես ասում Աստված քեզ քաղցություն է ցույց տալիս, բարություն, երկայնամտություն, համբերություն, բայց ասում դու այդ ամեն ինչ առհամարում ես, որովհետև ինքը քաղցություն չի տալեն կոպիտ ասած, որ երեխու պես լկստված լինենք, էլի։ Տեսեք, չէ՞ երեխան շատ է լկստվում, էլ խոսքը այդ լուրջ չի վերաբերվում։ Ես իմ անջել ես, որ մի քիչ տեմա ես տրամադրությունս լավ է, լկստվում է, հետո զգում եմ, էլ ասածս մոտը չի հասնում։ Հենց մի հատ լրջանում եմ, մի անգամ ինքն էլ լրջանում։ Այսինքն, էլ նես չի, Աստված ասում է, լավ հերիք է, հիմա քեզանով զբաղվի, չէ։ Ասում եմ մտքովը չանցնի տես բան։ Մտքովը չանցնի, որ դու այդ նույն բաներն անում ես, կարծում ես, թե դու պրծնես կլինես։ Ասում Աստծո քաղցություն, թե դու Աստծո ներկայությունը վայելում ես։ Հիմա որ մենք աղոթում ենք ժողովուրդ, Աստծո ներկայությունը զգում ենք։ Դա այն պատճառով չէ, որ մենք զգում ենք, որտեղ մեր կյանքում ամեն բան հարթ է։ Զգում ես Աստծո ներկայությունը, Աստծո հոգուն զգում ես, օծություն ես զգում, ուժ ես զգում։ Այդ ամեն ինչը քեզ մղում է, շարունակես այդ սրբագործման process-ը քո կյանքում։ Ոչ թե դու հասել ես պիկին, դրա համար ես զգում, չէ։ Աստծո քաղցությունը քեզ տանում է շարունակական փոփոխության։ Իսկ շատերը ճիշտ չեն հասկանում։ Մտածում են դες որ մեղավորնեի իմ աղոթքը չէր պատասխանվի։ Քանի որ աղոթքս պատասխանվել, ուրեմն ես Աստծուն հաճելի մարդ եմ։ Ու տենց են ինչ որ իր կյանքում կա, տենց էլ մնում է։ Ու այդ մեղքը որ մնում է, իր կյանքը փտացնում է։ Այդ շարունակական process-ը չի կատարվում իր կյանքում։ Գիտես, սիրելի եղբայր, սիրելի քույրես, Աստված, որ լսել է քո աղոթքը, փառք Աստծո, բայց շարունակիր Աստծուն հաճելի կյանք ապրել։ Շարունակիր քո վրա աշխատել։ Երբ որ աղոթում ես Աստծո ներկայությունը զգում ես, հələ հիշի դեպքեր, որ Աստծո ներկայությունը զգացել ես հենց քո կյանքի ամենավատ ժամանակ։ Որ քեզ շատ վատ ես զգացել, շատ, չգիտեմ, մի բան հիշել ես, շատ տխուր ես քեզ զգացել, այդ ժամանակ Աստծո ներկայությունը եկել է քո կյանքում։ Ինչ է եկել է, որ այդ քո արածներն արդարացնի, չէ եկել է, որ քեզ ուժ տա, շարունակես այդ գործը քո կյանքում։ Բայց ասում եթե դու սենց չվարվես, այստեղ մի բան ասում, դու ունես խիստ եւ անզեղչ սիրտ։ Սիրտ, որ էլ այլևս չի զղջում։ Սիրտ էլ որ չի խոնարհվում։ Սիրտ, որը խստացրել է իրան։ Ասում այդ սրտի վրա Աստծո բարկությունն է դիզվում։ Ու դա դիզվում է բարկության օրվա համար, որ Աստծո արդար դատաստանը պիտի հայտնվի։ Բայց Աստծո կամքը չի ոչ մեկի վրա իր բարկությունը ցույց տալու։ Գիտեք, դժոխքը ժողովուրդ, Աստծո հավիտենական բարկությունն է։ Դժոխքը Աստծո հավիտենական բարկությունն է, որտեղ կրակը չի մարելու։ Երկինքը դրախտը Աստծո հավիտենական հաճությունն է, որ վայելելու են փրկվածները։
Ու Աստված չի որոշի, այս մասը դժոխք, այս մասը դրախտ, չէ։ Ամեն մեկը դրախտ գնում է իր որոշմամբ, դժոխք գնում է իր որոշմամբ կամ իր ընտրությամբ։ Այս ավետարանը գրվել է մեր համար։ Այն ավետարանը, որ դու կարդում ես, անհավատների համար չի այդ ավետարանը, քո համար է։ Որտեվ գրված ավետարանը կորսվածների համար ծածկված է։ Բայց մեր համար Աստծո իմաստությունն ու Աստծո զորությունն է։ Դրա համար ժողովուրդ ջան, բերեք այս ավետարանը թույլ տանք, որ մտնի մեր սրտի մեջ։ Այդ երկսայրի սուրը, այդ Աստծո կենթանի խոսքը թափանցի քո միջև քո ողն ու ծուծը, որտեվ լիքը բաներ կա քո խորքերում, որ դու էլ տեղյակ չես։ Աստված գիտի, գնա որ այն քո սրտի միջից, քո մտքի միջից, քո հոգու միջից ամեն ախտերը հանի։ Նորից եմ ասում, որ այս կարճ կյանքը Աստծո միջամտությամբ, Աստծո օգնությամբ դու հասցնես կանգնես նրա առաջ որպես մի մշակ առանց ամոթի։ Հասցնես, որ քո գործ անես մինչև վերջ։ Եթե անհոգ լինես, այս կյանքը քեզ չի հերիքի։ Ես ասեմ, եթե անհոգ լինես, եթե Աստված քո կյանքը 20 տարով էլ երկարացնի, էլի չի հերիքի։ Եթե 110 տարի էլ, 120 տարի էլ ապրես, էլի չի հերիքի։ Որովհետև փոխվելու համար շատ երկար ժամանակ պետք չի։ Փոխվելու համար ուղղակի զղջալ ու ապաշխարել է պետք։ Ամեն։ Աղոթք անենք։ Փառք ես, Տեր, շնորհակալ ենք քեզանից, Աստված մեր բարի։ Մենք քո առջև ենք, Տեր Աստված։ Տեր ջան, խնդրում եմ ամեն մեկից տաս այդ հոժարությունը մինչև վերջ մաքրվելու, Տեր։ Ինչքան որ կյանքի օրեր կունենանք մենք, Տեր, երբեք չլինենք անհոգության մեջ, Տեր։ Տուր որ ամեն օր կարողանանք գալ քո ներկայության մեջ, Տեր, եւ ամեն օր մեր սիրտը բացել քո առջև, եւ ամեն օր մեր սիրտը մաքրվի, Տեր, գառան արյունով։ Լվա մաքրիր մեր կյանքերը, իմ Աստված։ Խնդրում եմ, որ ամեն մեկից վեր առնես այդ քարերը, Տեր, ամեն մեկից խիղճ արթնանա, ամեն մեկից գիտակցություն արթնանա, Տեր, որ ինչքան քարեր որ կա, որ մենք թափենք այդ քարերը, Տեր, որ մենք չկանգնենք մեղադրողի տեղը, Տեր, եւ մենք չլինենք այդ կնոջ տեղը, իմ Աստված, եւ մենք չլինենք այդ լսող ժողովրդի տեղը, Տեր, այլ լինենք քո տեղը, Տեր, որ դու անմեղ լինելով չդատապարտեցիր ոչ մեկի, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից։ Թող անունդ փառավորվի եկեղեցու մեջ եւ ամեն օր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։